Բարև բոլորին։ Ուրեմն երբևէ մտածել եք մի այնպիսի բանի մասին, որը առաջին հայացքից ընդհանրապես տրամաբանական չի թվում։ Ասենք, ինչպես է հնարավոր, որ այո, հենց 50 քաթիլ։ Գիտեմ, լրիվ անհնարին է թվում։ Բայց գիտեք ինչ, այսօր մենք միասին կբացահայտենք այն անտեսանելի ուժը, որը թաքնված է այս առօրյա հրաշքի հետևում։ Ու սա, հավատացեք, կստիպի ձեզ կասկածի տակ դնել այն ամենը, ինչ կարծում էիք, թե գիտեք ջրի մասին։ Իսկ պատասխանը զարմանալիորեն շատ պարզ է։ Պարզապես պատկերացրեք, որ ջուրը կարծես մի անտեսանելի առաձգական թաղանթ ունի։ Այո, մի տեսակ մաշկ։ Հենց սա էլ այն գաղտնիքն է, որը մենք միասին բացահայտելու ենք։ Դե ինչ, եկեք միանգամից սուզվենք այս թեմայի մեջ, հիմա ես ձեզ ցույց կտամ, թե իրականում ինչպես է աշխատում այդ թաղանթը։ Ու դա անելու ենք մի շատ պարզ, բայց ասեմ ձեզ շատ տպավորիչ փորձով, որը ի դեպ դուք էլ կարող եք տանը կրկնել։ Ուրեմն վերցնում ենք մի սովորական մետաղադրամ ու սկսում ենք զգուշորեն քաթիլ առ քաթիլ ջուր լցնել վրան։ 10 քաթիլ, 20 ու ջուրը չի թափվում։ Ընդհակառակը դրա վրա մի տեսակ գմբեթ է սկսում առաջանալ, որը գնալով ավելի ու ավելի է բարձրանում։ Ու պատկերացնում եք, այն կարող է պահել մինչև 50 քաթիլ նոր միայն թափվի։ Իսկապես անհավանական է, չէ՞։ Լավ, մենք արդեն տեսանք, թե ինչ է կատարվում։ Հիմա եկեք հասկանանք, թե ինչու։ Ի վերջո, ո՞րն է այս անտեսանելի ուժի գաղտնիքը։ Գիտականորեն այս երևույթը կոչվում է մակերևույթային լարվածություն։ Սա հենց այն ուժն է, որը ստեղծում է մեր արդեն հայտնի անտեսանելի թաղանթը։ Դա է ստիպում ջրի մակերևույթի մոլեկուլներին այսպես ամուր կպչել իրար։ Եկեք շատ պարզ բառերով բացատրեմ, թե սա ոնց է աշխատում։ Պատկերացրեք, ջրի խորքում ամեն մոլեկուլ շրջապատված է ուրիշ մոլեկուլներով։ Նրանք իրար ձգում են բոլոր կողմերից, հավասարաչափ, բայց մակերևույթի վրա գտնվող մոլեկուլները վերևից հարևաններ չունեն, չէ՞։ Դրա համար նրանց ավելի ուժեղ ձգում են դեպի ներս ու կողքի գտնվող մոլեկուլները։ Հենց այսպես էլ ստեղծվում է այդ ամուր առանձնացկական ցանցը։ Լավ, հասկացանք։ Ուրեմն մենք ունենք այս անտեսանելի թաղանթը, բայց իրականում որքան է դրա ուժը։ Եկեք միասին ստուգենք դրա սահմանները։ Դրա համար կանենք մեկ այլ փորձ։ Ուրեմն պատկերացրեք սա։ Վերցնում ենք ջրով լիքը բաժակ ու դրա եզրին դնում ենք մի ստվարաթրթե շերտ։ Շերտի մի ծայրը կպնում է ջրին, իսկ մյուսը մնում է օդում ու ստացվում է մի պարզ լծակ։ Եվ հիմա ամենակարևորը։ Ջրի մակերևույթային լարվածությունը այնքան ուժեղ է, որ կարծես թե սոսնձում է ստվարաթուղթը ջրին, ու հենց դրա շնորհիվ մյուս ծայրը կարողանում է իր վրա պահել մինչև 50 գրամ մետաղադրամներ, մինչև որ վերջապես կպոկվի։ Պատկերացնում եք, թե ինչ ուժ ունի այդ անտեսանելի թաղանթը։ Դե ինչպես գիտենք, ամեն հերոս ունի իր չարագործը, չէ՞։ Մեր մակերևույթային լարվածության համար այդ չարագործը սովորական օճառն է։ Եկեք տեսնենք, թե ինչպես է այն փչացնում ամբողջ գործը։ Օճառի ամբողջ իմաստն իրականում հենց դա է՝ թուլացնել կամ, կարելի է ասել, քանդել մակերևութանին լարվածությունը։ Օճառի մոլեկուլները պարզապես մտնում են ջրի մոլեկուլների արանքը ու խախտում նրանց ամուր կապը։ Այդքան բան։ Ահա ձեզ մի հիանալի օրինակ։ Տեսեք, թղթի ամրակները հանգիստ լողում են ջրի թաղանթի վրա, բայց բավական է ընդամենը մի կաթիլ օճառով դիպչել ջրին ու վերջ։ Լարվածությունը միանգամից ընկնում է։ Այդ անտեսանելի հենարանը վերանում է ու ամրակներն ակնթարթորեն սուզվում են։ Լավ, հիմա որ արդեն հասկացանք հիմնական սկզբունքը, եկեք տեսնենք, թե ինչ զարմանալի ու դինամիկ բաներ կարող ենք անել այս գիտելիքով։ Մի քիչ կախարդանք անելու ժամանակն է։ Ուրեմն առաջինը եկեք նկարենք կաթով։ Այո, կաթով։ Ի դեպ կաթն ավելի լավ է այս փորձի համար, քանի որ դրա մեջի ճարպերն էֆեկտն ավելի տպավորիչ են դարձնում։ Ավելացնում ենք տարբեր գույների մի քանի քաթիլներ ու պատրաստվեք մոգությանը։ Հիմա տեսեք, թե ինչ է կատարվում։ Ներկերը հանգիստ լողում են քաթի մակերևույթին, բայց հենց որ օճառի կաթիլը դիպչում է կենտրոնին, բում, այնտեղի լարվածությունը քանդվում է, իսկ շրջապատի ավելի ուժեղ լարվածությունը միանգամից հետ է քաշվում, իր հետ տանելով բոլոր գույները, ու ստացվում է այսպիսի մի անհավանական գունային պայթյուն։ Իսկ հիմա մի ուրիշ մարտահրավեր։ Ինչպես կարող ենք նույն այդ մի քաթիլ օճառով նավակ շարժել։ Այո, պարզվում է, օճառը կարող է դառնալ վառելիք մի պարզունակ շարժիչի համար։
Սա իսկապես խորամանկ մեխանիզմ է։ Տեսեք, օջառը քանդում է լարվածությունը նավակի հետևում, բայց առջևում այն դեռ ուժեղ է։ Ու հենց այդ առջևի ուժեղ լարվածությունն էլ քաշում է նավակը դեպի իրեն։ Այսինքն նավակը ոչ թե հետևից հրվում է, այլ առջևից քաշվում է։ Զարմանալի է, չէ՞։ Դե ինչ, եւ վերջապես եկեք խոսենք թերևս ամենակախարդական բանից՝ պղպջակներից։ Կարծում եմ արդեն գուշակեցիք, որ դրանց գաղտնիքը նույնպես մակերևույթային լարվածությունը ճիշտ կառավարելու մեջ է։ Պատկերացրեք, ունենք օճառի թաղանթ ու դրա վրա զգուշորեն դնում ենք թելից մի փակ օղակ։ Հիմա, եթե մենք փայթեցնենք թաղանթը օղակի ներսում, դրսում մնացած լարվածությունը միանգամից կձգի թելը բոլոր կողմերից ու այն կդառնա կատարյալ շրջան։ Սա օղակի մաքուր ֆիզիկա է, որը վերածվում է արվեստի։ Իսկ եթե ուզում եք ստանալ իսկապես հսկայական ու ամուր պղպջակներ, ահա ձեզ սուպեր բաղրադրատոմս։ Ամբողջ գաղտնիքը ժելատինի ու գլիցերինի մեջ է։ Դրանք ջրի մակերևույթային լարվածությանը տալիս են լրացուցիչ ճկունություն ու դիմացկունություն, ու դրա շնորհիվ ձեր պղպջակներն այդքան հեշտ չեն պայթի։ Այսպիսով, ինչպես տեսակ, մակերևույթային լարվածությունը մեզ շրջապատում է բառացիորեն ամենուր։ Անձրևի քաթիլներից, որոնք կպչում են տերևներին, մինչև ջրի վրայով վազող միջատները։ Հիմա, երբ դուք արդեն գիտեք այս անտեսանելի ուժի գաղտնիքը, ուղղակի ուշադիր եղեք, եւ խոստանում եմ, դուք այն կնկատեք ամեն քայլափոխի։